Մայրաքաղաքի աղմուկը, թոհուբոհը, աղտոտված օդը, խցանումները, մշտապես ժամանակ չունենալը ստիպում է մտածել քաղաքից փախչելու մասին։ Եթե ոչ մշտական բնակության, ապա գոնե ազատ օրերին։ Սա դարձել է անհրաժեշտություն բոլորի համար։ Տարբերակները իհարկե շատ են։ Վարձակալել բնակարան, առանձնատուն կամ օրինակ հյուրանոց վերցնել, կամ եթե ունեք քաղաքից դուրս բնակվող մտերիմ մարդիկ, նրանց խնդրել, որպեսզի ձեզ հյուրընկալեն։ Իհարկե ամենալավ տարբերակը բոլորս էլ հասկանում ենք, այն է, երբ ունես սեփական բնակարանը կամ տունը քաղաքից դուրս բնության գրկում։ Իսկ եթե կարողանում ես այնպես անել, որ տարվա ընթացքում քո եւ ընտանիքիդ հանգիստը եւ նաեւ գումար վաստակելը համատեղում ես, սա իհարկե դառնում է իդեալական։ Խոսքս ներդրումային բնակարանների մասին է, հատկապես եթե այդ բնակարանները կարողանում ես նաեւ որպես հյուրանոցային համար տալ վարձակալության եւ բացի այդ էլ տարվա ընթացքում նաեւ հանգստանալ անվճար սեփական բնակարանում եւ գումար վաստակել։ Մի փոքր բարդ եւ խառն է թվում, բայց ավելի մանրամասն այս ամենը կներկայացնի մեզ Metrum Invest ընկերության Ծաղկաձոր պարկ նախագծի ղեկավար Ստեփան Հարությունյանը։ Ես Ծաղկաձորում եմ եւ այսօր զրուցելու եմ Metrum Invest ընկերության Ծաղկաձոր պարկ նախագծի ղեկավար Ստեփան Հարությունյանի հետ։ Ողջույն Ստեփան։ Բարև ջան։ Նախ ուզում եմ շնորհակալություն ասել, որ այս հնարավորությունը ընձեռնեցիք, որ ես գամ Ծաղկաձոր եւ ծանոթանալու նախագծի հետ եւ զրուցելու եւ լինելու Ծաղկաձորում, որովհետեւ վաղուց չէի եղել ու ինչ խոսք հաճելի է մաքուր օդը։ Ես վերջերս նկատում եմ, որ սկսել է մի հետաքրքիր տենդենց, երբ մարդիկ սկսում են քիչ-քիչ Երևանից տեղափոխվել դեպի մոտ քաղաքներ, գյուղեր, հետաքրքիր է ինչի համար է պետք տեղափոխվել ապրելու օրինակ Ծաղկաձորում։ Բարև ձեզ նորից, ես եմ շնորհակալ որ հնարավորություն ունենք վերջապես խոսելու այս թեմայով։ Նախ Ծաղկաձորը Երևանից հետո երևի թե համար մեկ հանգստավայրն է, լի բոլոր ենթակառուցվածքներով, չգիտեմ, հյուրանոց, հյուրատուն, ռեստորաններ, բոլոր հարմարությունները կան ապրելու համար, իսկ Երևանը հիմա շատ ծանրաբեռնված է, եթե բնակվելու նպատակով ենք նայում, դիտարկում մաքուրոտ, չգիտեմ, ենթակառուցվածքներ նորից ասեմ, այդ նպատակով կարող են մարդիկ գալ տեղափոխվել Ծաղկաձորում ապրել ու ընդամենը 50 կիլոմետր 50 րոպե հեռավորություն, որը շատ քիչ է իրականում։ Ծաղկաձորը ակտիվ է իսկապես հյուրանոցային բիզնեսներ, ռեստորաններ եւ տեսնում ենք, որ շատ են առաջարկները նոր բազմաբնակարան շենքերի կամ ներդրումային ծրագրերի։ Ես կուզեմ մենք հիմա առանձնացնենք Metrum Invest ընկերության Ծաղկաձոր պարկ նախագիծը, որովհետեւ դու ամբողջությամբ այդ ծրագրի մեջ ես եւ երևի թե ճիշտ մարդն ես, որ կարող ես խոսել Ծաղկաձոր պարկի մասին, կխնդրեմ հիմա ներկայացնես նաև։ Հենց մեր նախագիծը Ծաղկաձոր պարկը պրեմիում դասի բնակելի եւ ապարտ հյուրանոցային համալիր է, այսինքն հենց այդ ներդրումային կոնցեպտին պատկանող ապարտ հոթելը մեր շուկայում դեռևս զարգացող կոնցեպտ է, բայց արդեն ինչ որ արմատավորվել է, ձևավորվել է, տեսնում եք նույն ձեր շեշտած Ծաղկաձորում արդեն առաջարկները շատանում են, չգիտեմ, միջազգային օպերատորներ են գալիս, բրենդներ են գալիս, իսկ շուկան զարգանում է։ Ապարտ հոթել գաղափարը արդեն համարյա թե ոչ մեկին անծանոթ չի, խորտ չի, արդեն շուկան ադապտացվում է այդ գաղափարին ու այդ նախագծերից մեկը հենց մեր նախագիծն է, Ծաղկաձոր պարկ բնակելի պրեմիում դասի ապարտ հյուրանոցային նախագիծը։ Վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր չեն պատկերացնում ինչ է նշանակում ապարտ հոթել եւ ինչի մասին է դա, ինչ ենք ուզում ասել դրանով։ Ինքի կոնցեպտը այսպես է, պարզ է իրականում, պարզ, եթե մեկնաբանեմ, այսինքն բացատրեմ, բնական եք ձեռք բերում ներքին հարդարումով եւ կահավորում, այսինքն ամբողջովին պատրաստի բնական եք ձեռք բերում այն օպցիայով, որ կառավարող մարմնի, հյուրանոցային շենքի կառավարող մարմնի հետ հետագայում համագործակցության պայմանագիր եք կնքում, ամբողջովին վարձակալությամբ զբաղվում է կառավարող մարմինը, բնականաբար շահույթը ապահովելով։ Մի քիչ թվեր կուզենայի լսել։ Okay, թվերով ես խոսամ մեր նախագծերի թվերի մասին, որտեղ հիմա շուկայում գովազդվում է մինչև 15% տարեկան եկամտաբերություն, չնայած որ մինչևը խորամանկ արտահայտություն է իրականում, բայց նոր բացված այո, իհարկե, ցանկացած թիվ մինչև 15-ի միջակայքում ընկնում է։ Այո, նոր բացված նախագծի համար 15-ը
իրատեսական չի իրականում, եթե թվերով խոսենք, առաջի տարվա համար 7% իրատեսական, 7% եկամտաբերություն ամբողջ ներդրման վրա։ Ներդրումը ստեղ համարվում է բնականի արժեք, գումարած ներքին հարդարում եւ կահավորում, ամբողջովին պատրաստի բնականի արժեքը։ Եթե մի քիչ խոսենք բանաձևի մասին, թե մարդիկ ինչպես են աշխատում, սա ես խոսում եմ մեր բանաձևի մասին, չգիտեմ, մեր թմի մշակած բանաձևի մասին, այսինքն ներդրման չափն է ստեղ կարևոր։ Ներդրման չափը համարվում է բնակարանի արժեք, գումարած ներքին հարդարում եւ կահավորում, այսինքն ամբողջ ներդրումը հենց պատրաստի բնականի արժեքի մասին է խոսքը։ Կարևոր է ստեղ ֆիքսել, շեշտադրումը անել, որ ներդրողները, մեր բնակիչները հետագայում ովքեր որ համագործակցելու են օպերատորի կառավարող մարմնի հետ, եկամուտ են ունենալու ոչ թե իրենց բնականից, այլ ամբողջ բնակարանային ֆոնդից։ Այս ամեն ինչը մշակվել է այն նպատակով, հա Հերմինե ջան, որպեսզի մարդիկ բացառեն խտրականության գործոնը, այսինքն մարդիկ չմտածեն, որ իրենց բնակարանով ավելի քիչ են զբաղվում կամ ավելի վատ են զբաղվում, չգիտեմ, այսինքն եթե գիշերակաց կա հյուրանոցում, ապարտ հյուրանոցում ծաղկաձոր պարկում, ուրեմն բոլորը այդտեղից եկամուտ ունեն։ Մի քիչ էլ եթե խորանանք թվերի մեջ, օրինակ չգիտեմ, ֆորմալ օրինակ եմ բերում, միջին ներդրում մեր շենքում 25 միլիոն դրամ, պատրաստի բնակարան։ Դե եթե խորանում ենք, եկեք այնքան խորանանք եւ այնպես խորանանք, որ մարդիկ պատկերացնեն։ Մենք կարող ենք մարդկանց թվերով ցույց տալ ինչ են ներդնելու եւ ինչ են ստանալու։ 25 միլիոն ասացիք։ 25 միլիոնի դեպքում քանի քառակուսի բնակարան են կարողանում ձեռք բերել։ Ամբողջովին պատրաստի ամբողջ գույք տեխնիկայով, վարակույր սպիտակ եղենով 30 քառակուսի մոտավորապես բնականի մասին է խոսքը, որը ստուդիո բնակարան է, ընդարձակ ստուդիո բնակարան է։ 25 միլիոն դրամ արժողությամբ դրիվ պատրաստի, ինչպես ասացի, 25 միլիոն դրամ ներդրումից հետո ու համագործակցության պայմանագիրը կնքում են ու դիտարկենք ունենք, չգիտեմ, բնականային ֆոնդ, որի ամբողջ արժեք, այսինքն բոլորի բնակարանների արժեքները գումարվում է, համագումարում ենք օրինակ 1 միլիարդ դրամ, բոլորի բնակարանների համագումարը։ Դա մեր բնականային ֆոնդի արժեքն է, 40 բնականան, 25 միլիոն արժողությամբ, միջին արժեքով։ Այդտեղից հաշվարկվում է հատ բնակարանի ներդրողի բնակչի ներդրման չափը։ 2.5% այս դեպքում ու սկսում է աշխատել հյուրանոցը։ Եղավ գիշերակաց։ Սովորաբար այս ոլորտում, ապարտ հյուրանոցներում եկամուտները հաշվարկվում է 30-ից 60 օրը մեկ։ Օրինակ դիտարկեն 30 օր հետո եղել է ինչ որ X եկամուտով, ստեղ X-ը արդեն պետք է օգտագործեմ գիշերակաց։ Տեղից դուրս է գալիս միանգամից 30% օպերատորի կառավարող մարմնի միջնորդավճարը, իդե բոլոր ծախսերը ներառյալ բացի գույքահարկից։ Ու մաքուր 70-ի վրա բոլոր ներդրողների, բնակիչների եկամուտն է, արդեն նույն 5%-ային հարաբերակցությամբ այդ 2.5%-ը, որը սկզբում նշեցի, բաժանվում է բոլոր ներդրողների մեջ։ Հրաշալի, եթե խոսում ենք, իսկ մենք խոսում ենք Ծաղկաձոր պարկի մասին, ով է ապա օպերատորը, ով կառավարելու է այս գործողությունները։ Մենք ենք զբաղվելու, Հերմ ջան, մենք ենք զբաղվելու, բայց մենք քանի որ մենք կառուցապատող ընկերություն ենք, մարդկանց խորհուրդ հալինում մեր գնորդները, մեր բնակիչները, որ գրասենյակում զրուցում են, պատկերացնում են կառուցապատողն է գալու զբաղվելու, բայց բնականաբար այդպես չի։ Մենք խուսափեցինք, այս պայությամբ խուսափում ենք, այսպես ասեմ, 99%-ով հենց մենք էլ զբաղվելու ենք, կառավարող միջազգային մարմնի հետ համագործակցության պայմանագիր կնքելը խուսափել ենք։ Մենք ենք զբաղվելու, այսինքն մենք բնականաբար լինել են ծանոթ դեմքեր, չգիտեմ, ես, իմ մյուս գործընկերները ու այլ թիմ, ով որ փորձառություն, համապատասխան կրթություն ունի այս ոլորտում, հյուրընկալության ոլորտում, որտեղ բնականաբար կառուցապատող ընկերությունը կապ չունի հյուրընկալության ոլորտի հետ, հյուրանոցային բիզնեսի հետ։ Ամբողջ Ծաղկաձոր պարկում քանի բնակարան կա։ 280 բնակարան։ 280 բնակարան, վերջին իմիջիալից սա իմ ամենասիրելի տեսարաններից մեկն է, շարունակենք 280 բնակարան, սա նշանակում է, որ ինքները ձեզ մրցակից եք նայել։ Ինչի համար եմ սա ասում, մեծ թվով զբոսաշրջիկներ եւ ներգնա туриզմի մասին եմ խոսում, եւ դրսից եկած զբոսաշրջիկների մասին եմ խոսում, հիմնականում կենտրոնացել են Եղիպատրուշի վրա։ Եվ ես սկսեցի մտածել, որ հավանաբար Ծաղկաձորը զբոսաշրջության տեսանկյունից քիչ կթուլանա, բայց դուք կառուցում եք 280 բնակարան ունեցող Ծաղկաձոր պարկը։ Մի փոքր ինձ համար իրարամերժ է թվում այս ամենը։ Ու իդեպ մենք ամենամեծը չենք 280 բնակարան ունեցող բնակարանային ֆոնդով, մենք ամենամեծը չենք Ծաղկաձորում։ Բայց Ծաղկաձորը իր զուգահեռ շատ նախագծեր կան։ Չի թուլացնում։ Նայեք, ինչ որ իմ կարծիքով շատ կարծրատիպ է այն, որ Եղիպատրուշի նախագիծը փոխարինում է Ծաղկաձորին, այդ ինչ որ չգիտեմ, կարծրատիպ է իրականում շատ լավ է, որ Եղիպատրուշի նախագիծը կա, որտեղ դա նշանակում է, որ մեր երկրի туриզմը զարգանում է, այլընտրանք ուղղություն կա, որտեղ Ծաղկաձորը բավականին տևական ժամանակ եղել է միանշանակ առաջատար, Ծաղկաձորը բավականին երկար ժամանակ եղել է ձմեռային սպորտաձևերի միակ այլընտրանքը չունեցող ուղղություն, իսկ հիմա կա այլընտրանք, ալտերնատիվ,
Այդ իրականում ստիպում է Ծաղկաձորի հյուրընկալության ոլորտի բոլոր ներկայացուցիչներն ավելի զգոն լինել, չգիտեմ, հետ ներդրում անել ոլորտի մեջ, բարելավումներ անել եւ այլն եւ այլն։ Բայց ժամանակն է, որ Ծաղկաձորը դադարենք դիտարկել որպես միայն ձմեռային սպորտաձևերի ուղղություն, որտեղ Ծաղկաձորը Երևանին մոտ, փաստացի ամենամոտ հանգստավայրն է, ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող, որը լի է բոլոր հնարավոր ենթակառուցվածքներով, չգիտեմ, ինչպես նշեցի 50 հյուրանոց, 30 հյուրատուն, 30 ռեստորան եւ լավ ճանապարհներ։ Եվ լավ բարեկարգված, լավ վիճակում գտնվող ճանապարհ։ Ծաղկաձոր հասնելը այսօր շատ հեշտ է իրականում։ Ես գիտեմ, որ ամեն տարի զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է թվերը, թե անցյալ տարի որքան մարդ է եկել Հայաստան, զբոսաշրջությունը որքանով է ակտիվ եղել եւ այլն եւ այլն։ Ունենք վերլուծություն 2025-ի համար։ Ինչու եմ սա հարցնում, որովհետեւ մարդիկ, ովքեր որ ներդրում են անում, վստահաբար նրանց համար կարևոր է, դրանք հիմնականում բիզնեսի մարդիկ են, կարևոր է իմանալ այն բնակավայր, որտեղ որ անելու են ներդրում, որքան մարդ է մտնում դուրս գալիս, քնում, գիշերում, քանի օր է ապրում, որքան գումար է ծախսում։ Ունենք այսպիսի տվյալներ։ Նախ ասեմ, որ եթե խոսում ենք թվերից, եթե հավատում ենք թվերին, ուրեմն զբոսաշրջությունը Հայաստանում եւ Ծաղկաձորում զարգանում է։ Թվերը մեծանում են, թվերը առաջ են գնում։ Պիկ սեզոնը Ծաղկաձորում դեռևս համարվում է դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսները, Ծաղկաձորի զբաղվածությունը շատ մոտ է 100%-ին։ Դա շատ մեծ թիվ է իրականում, բայց շատ մոտ է 100%-ին։ Իսկ ամռանը անցկացվում են այլ միջոցառումներ, չգիտեմ, նախորդ տարի գինու փառատոն ստեղ անցկացվեց, համերգներ կազմակերպվեցին, այլ միջոցառումներով փորձում են կոմպենսացնել ձմեռվա այդ զբաղվածությունը, վերել ամռանը, ու Ծաղկաձորի զբաղվածությունը փաստացի պահվում է, այսինքն ինքը արդեն տեղափոխվում է փաստացի մարդկանց ըմբռնումի մեջ, որ արդեն ինքը ոչ միայն դիտարկվում է որպես դահուկասահքային ուղղություն, այլ ամենամոտ հանգստավայր։ Հրաշալի է իհարկե, որ այդ ակտիվությունը կա եւ ինչպես հասկանում եմ, այլ ավելի է աճելու։ Ինչ է առաջարկում Ծաղկաձոր պարկը որպես կոմպլեքս, որտեղ միայն գիշերելու մասին չպիտի լինի, իր հյուրերին։ Ծաղկաձոր պարկը ունի բոլոր ենթակառուցվածքները, որպեսզի լինի ցանկալի ուղղություն բոլոր զբոսաշրջիկների համար եւ ոչ միայն զբոսաշրջիկների համար։ Համալիրը բաղկացած է 4 մասնաշենքերից, 11, 9, 7 եւ 5 հարկանի եւ ունենք մեկ ամբողջական մեծ կոմերցիոն հարկ, որտեղ տեղավորված են բոլոր ենթակառուցվածքները, որի մասին որ խոսում էի, մեծ լոբի, մեծ ընդարձակ ընդունարան, սպասասրահ, սրճարան, ռեստորան, իմիջիայլոց rooftop ռեստորան ունենք 5 հարկանի մասնաշենքի տանիքին, ունենք առանձին սպա, wellness զոնա ունենք, այսինքն սպա ունենք, լողավազան, ընդարձակ մարզասրահ, շոկեբաղնիկ խամամ ու ունենք կոնֆերանս մեծ հարկ coworking տարածքներով եւ կոնֆերանս զալերով, տարածքներով։ Ստեփան, երբ ենք բացում Ծաղկաձոր պարկը Ծաղկաձորի սրտում։ Շենքի ավարտական ակտը նախատեսվում է 2026 թվականի դեկտեմբերին, իսկ արդեն հյուրանոցի Ծաղկաձոր պարկ հյուրանոցի բացումը 2027 թվականի ամռանը։ Ես վստահ եմ, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են ներդրում անել, նրանց հետաքրքիր է նաեւ արդեն ինչ առաջարկ ունենք մակերեսների մասով, դիզայնի մասով, ունենք արդեն առաջարկ։ Այո, միանշանակ մշակված դիզայն ունենք, արժեքներ ունենք, ներքին հարդարման, կահավորման, պրեզենտացիաներ ունենք պատրաստած, այսինքն մարդիկ հնարավորություն են մաքսիմալ պատկերացնելու, ծանոթանալու թե ինչ են ձեռք բերում, մինչև չգիտեմ, ամենավերջ, մինչև վարակույրներ, վարակույր սպիտակը, մինչև այդ կետը մարդիկ հնարավորություն են ծանոթանալու եւ պատկերացնելու թե ինչ են ձեռք բերում։ Հասանելի բնակարանների մակերեսները սկսում ենք 24 քառակուսուց, որը ի դեպ ամբողջ կոմպլեքսում ամենափոքր հասանելի բնակարանն է, ստուդիո բնակարանի մասին է խոսքը, եւ բարձրանում մինչև 71 քառակուսի մետրով բնակարաններ, որոնք արդեն 2 ննջասենյակով 3 սենյակների մասին է խոսքը։ Բայց ես ճիշտ եմ, չէ, հասկանում, որ բնակարանների դիզայնը հաստատում է Metrum Invest-ը, այսինքն դուք ի սկզբանե ունեք տիպային բնակարաններ եւ մարդը չի կարող փոփոխություն անել եւ ինքը որոշել, թե ինչպիսին պիտի լինի իր բնակարանի ինտերիերը։ Մարդը հնարավորություն ունի ձեռք բերելու զրոյական բնակարան եւ ինքը վերանորոգելու իր նախընտրած ինտերիեր դիզայնով, բայց եթե նպատակը ձեռքբերման որպես ներդրումային գույք դիտարկելն է, այսինքն հետագայում կառավարող մարմնի հետ համագործակցելը, ապա պետք է
ինչպես նշեցի, ներքին հարդարումը ձեռք բերի մեզանից, իսկ մեզնից ձեռք բերու դեպքում ունենք հաստատված նախագիծ, քանի որ ինքը հյուրանոց լինելու բնակարանները պարզա, որ իրարից չպետք է տարբերվեն։ Այսինքն նույն գունային գամաների մեջ, նույն դիզայներական լուծումների մեջ, նույն կահավորմամբ եւ այլն։ Այդ դեպքում մենք առաջարկում ենք մեր դիզայնը ու եթե դրականա շարժվում ենք առաջ, բայց եթե չեն հավանում, իրենք պետք է զբաղվեն կառավարման բարդեն։ Արդեն հստակեցրել եք, թե Ծաղկաձոր պարկի ինտերիերի դիզայնը որ ընկերությունն է անելու եւ ում եք վստահելու։ Իրականում վաղուց ենք որոշել, Key Construct կազմակերպության հետ ենք համագործակցում, իրենք են զբաղվում մեր բնակարանների ինտերիեր դիզայնով։ Եվ շատ կարևոր հարց, որը չէի կարող չտալ, ճարտարապետը ով է։ Տարբերակ ճարտարապետական ընկերությունն է, ճարտարապետը մեր նախագծի ու իմիջիալոց մեր նախագծերից ոչ միայն Ծաղկաձոր պարկի ճարտարապետությամբ են զբաղվում, տարբերակ կազմակերպության մասին է խոսքը։ Նման մեծ նախագծերում ներդրողների նաև հետաքրքիր են կոմերցիոն տարածքները, ոչ միայն որպես տարածք, այլ նաև բիզնես հարթակ, որ կարող են ունենալ իրենց ռեստորանը այստեղ, իրենց սպան, սրճարանը, կինոթատրոնը, այս հարցում ազատ եք համագործակցելու համար, թե ինքներդ եք իրականացնելու այս ամենը։ Այս պայմանությամբ վարձակալության կամ վաճառքի հետ կապված կոմերցիոն տարածքների վերաբերյալ որոշում չկա, այսինքն որոշումը այնպեսին է, որ մենք ենք զբաղվելու ինքներս ամբողջ կոմերցիոն տարածքով, այսինքն բոլոր ենթակառուցվածքները, որոնց մասին արդեն խոսել եմ, պատկանելու են հենց մեզ։ Բայց հետագայում չեմ բացառում իրականում, որ ինչ որ, չգիտեմ, ռեստորանային հայտնի օպերատոր, այսպես ասած, կգաք ցանկանայի ռեստորանը մեր հետ համագործակցի ունենայի ռեստորանը մեր մասնաշենքում, մեր համալիրում եւ հնարավոր է որ համագործակցությունը դիտարկվի։ Այս պայմանությամբ այդպիսի որոշում չկա։ Մենք խոսեցինք հիմնականում Ստեփան ներդրողների մասին, այն մասին, որ նրանք կարող են դիտարկել Ծաղկաձոր պարկը որպես ներդրումային գույք, բայց շատ են մարդիկ, ովքեր ուզում են բնակարան ունենալ, չտալ վարձակալության, հետո չվաճառել ավելի թանկանալուց հետո ունենալ իրենց բնակարանը։ Արդյոք իսկապես հարմարավետ է Ծաղկաձոր պարկում բնակարան ունենալը։ Միանշանակ ու ես ձեզ ասեմ մեր բնակիչների բավականին գերակշռող մասը հենց բնակվելու նպատակով էլ առնում է, քանի որ շենքում նորից եմ նշում ենթակառուցվածքները, բայց իրենք շատ կարևոր են բնակվելու համար առաջին հերթին լինելու են հենց որպես բնակարան իրենք դիտարկում են, որովհետև շենք ունելու է նախ կառավարող մարմին, որ 24 ժամ զբաղվելու շենքով, շիրեմ կոնսերվացիություն, անվտանգություն, լուսավորություն, 7000 քառակուսի կանաչապատ տարածք, որը քիչ կարևոր չի, այսօր նախագծերում 70%-ը մեր հողատարածքի կառուցապատման մակերեսից զատ կազմում է հենց մեր կանաչապատ տարածքը, որը որ բնակվողների համար, այսինքն Ծաղկաձորում բնականon ձեռք բերող մարդու համար շատ կարևոր մաս է հանդիսանում, քանի որ եթե ձեռք են բերում բնականon Ծաղկաձորում, հանգստավայրում, մաքուրոտ, առողջ միջավայր, կանաչապատ տարածքը քիչ կարևոր չի։ Ավելացնեմ նաև ունենք ընդարձակ 1 ամբողջական հարկ, նկուղային հարկ ավտոկայանատեղիների համար նախատեսված, որը նույնպես կարևոր է։ Ունենք շուկայի պահանջարկից բնականաբար ելնելով էլեկտրոմոբիլների համար նախատեսված լիցքավորման կայան, դահուկների պահոց ունենք, որը որ չենք մոռանում, որ Ծաղկաձորում են գտնվում, բնակիչների հավանական է, որ բնակիչների մի մասը կզբաղվի դահուկային սպորտով, նորից շուկայի պահանջարկից ելնելով պարտադիր պայման է ունենալ դահուկների համար նախատեսված պահոց, որը նույնպես ունենք։ Սպան, լողավազանը, մարզասրահը նշել եմ արդեն, բնականաբար ունենք rooftop ռեստորան, սրճարան, լոբի, կոնսերժ, անվտանգություն, բոլոր ենթակառուցվածքները, որոնք որ պետք են մարդուն բնակվելու համար Ծաղկաձոր քաղաքում։ Հրաշալի։ Ստեփան շատ էր ինֆորմացիան։ Մենք փորձեցինք երկուսով իհարկե բոլոր հարցերի պատասխանները տալ այն մարդկանց, ովքեր ուզում են ներդրում անել կամ բնակարան գնել։ Բայց ես վստահ եմ, որ կլինեն էլի հարցեր, որոնց պատասխանները կկարողանան գտնել մի շատ կարևոր տեղում։ Խոսքս Metrum Invest ընկերության պաշտոնական կայքում է։ Ինչ թարմացումներ ունեք կայքում։ Իմիջիալոց հենց 3 մեր նոր կայքը, չգիտեմ, այսպես նոր կայք երևի ասեմ, launch ա եղել, այսինքն արդեն նոր կայք ունենք։ Կայքը իրականում օգտագործման համար շատ հասանելի է, մատչելի է, չգիտեմ, հասանելի բնակարաններ, մասնաշենքեր, ամեն ինչը, ամբողջ ինֆորմացիան այնտեղ հասանելի է, բայց քանի որ խոսում ենք Ծաղկաձոր պարկի մասին, որը որ մեծ մասամբ կոնցեպտով ներդրումային նախագիծ է, բնականաբար կայքով ուսումնասիրելուց հետո խորհուրդ եմ տալիս գալ գրասենյակ ու իմիջիալոց բոլոր են մարդիկ, ովքեր որպես ներդրումային գույք են դիտարկում, հատակագիծը տեսնելը բավական չէ։ Գալիս են մարդիկ, քննարկում ենք միասին, այս բանաձևը, այս թվերը, ֆորմալ մասը, այս ամեն ինչի ինչ որ մենք հակիրճ, մաքսիմալ հակիրճ քննարկեցինք, մանրամասն միասին նստում քննարկում ենք, քանի որ գովազդները շատ են, նախագծերը, առաջարկները Ծաղկաձորում եւ ոչ միայն Իսպանիայում շատ են, այդ 15%-ից խոսեցի մինչեւ 15%-ից խոսեցի ու առանձին այդ մինչեւ բառը շեշտադրեցի, գովազդները շատ են, մի խոսքով
Պարզաբանումը, մեկնաբանությունը ու անատական մոտեցում մարդկանց այս բանին շատ պետք է, որպեսզի կայացնեն ճիշտ որոշում։ Իհարկե։ Շատ հետաքրքիր էր, կայքն էլ շատ հովանդակալից։ Մնում է ես գնամ հասկանամ ինչպես միջինում $100,000 կուտակեմ, որ կարողանամ ներդրումային գույք ձեռք բերել։ Նախ չկա տենց թիվ, մեր նվազագույն արժեքը ներդրումային գույքի 24 քառակուսիներ, որոնց մասին որ խոսում էի, ամբողջովին ներքին հարդարումով, ամբողջական ներքին հարդարումով եւ կահավորումով 19 միլիոնի մասին է խոսքը։ Լավ, գնամ 19 միլիոնը հավաքեմ մի անգամից։ Հավաքելու կարիք նույնպես չկա, որովհետեւ ունենք հիպոթեկային վաճառք, փուլային վաճառք, հիպոթեկային վաճառքը 10% ընդհանրապես կանխավճարով եւ ունենք եկամտարկի հետ վերադարձի մասին օրենքը, որը որ գործում է մեր շենքում, դեռ մինչեւ տարվա վերջ ձեռք բերելու դեպքում, որը որ հնարավորություն է, այսինքն եթե հաշվարկենք շահագործումը շենքի նախատեսումը 27 թվականի ամռանը, որից հետո ինք սկսելու է արդեն որպես ներդրումային գույք աշխատել, եկամուտ բերել, ապահովել, իսկ մինչև այդ աշխատելու է եկամտարկի հետ վերադարձի մասին օրենքը։ Այսինքն հետո էլ եթե արդեն պատրաստ լինի եւ մարդիկ տան վարձակալության եւ ստանան այդ գումարը, այլևս գումար էլ չեն ծախսի։ Այլևս գումարը չեն, արդեն եկամուտը ակնհայտ երևալու է, որտեղ եկամտարկի հետ վերադարձի մասին օրենքը գործում է, տոկոսագումարը փակվում է, եթե ունեն աշխատավարձ, եթե գրանցված աշխատող են, արդեն եկամուտը, որը գալիս է գիշերակացից, մնալու է մաքուր եկամուտ։ Իմիջիալոց ոչ միայն ներդրումային գույք այս ամենը չդիտարկվում, մարդիկ ունենալու են համագործակցության պայմանագրից հետո ժամանակ, հստակ ժամանակահատված տարվա կտրվածքով, որի ընթացքում իրենք ինքները ընտանիքով կարող են գալ հանգստանալ իրենց բնակարանում։ Այո։ Այսինքն ստեղ ունենք միքս, ինչ-որ միքս սիտուացիա ունենք, թե բնակարան ծաղկադրում, թե ներդրումային գույք ծաղկադրում։ Եվ ամենակարևորը, այս ամենը վերլուծելու արդյունքում կարող եմ ասել, որ ունենալ միջին ստաբիլ եկամուտ։ Այո, հենց ստաբիլ եկամուտ հնարավոր է ունենալ այս բոլոր հնարավորությունները։ Այո, հենց ստաբիլ պասիվ եկամուտի մասին է խոսքը եւ եկամուտի մասին է այս նախագիծը, Ծաղկաձոր պարկ նախագիծը։ Շնորհակալություն։ Ես հիմա հասկացա, թե ինչպես են շատ մարդիկ կարողանում ներդրումային գույք ձեռք բերել, այնպես որ դա այնքան էլ բարդ չէ, ինչքան շատ ժամանակ մենք պատկերացնում ենք։ Ստեփան, շնորհակալություն այս հագեցած զրույցի համար եւ չեմ թաքցնում նաեւ մտքեր տալու համար, ինչը ապագայում երևի արդեն շոշափելի կդառնա ինձ համար։ Ես շնորհակալություն, որ այս հնարավորությունը եղավ մեկ անգամ եւս Ծաղկաձոր գալու եւ վայելելու այս տեսարանը հենց Ծաղկաձոր պարկի դերևս ամբողջովին չավարտված նախագծի ներսից։ Չավարտեցի ընդամենը 5-րդ հարկից դիտվող տեսարանի մասին։ Մենք ընդամենը 5-րդ հարկում ենք, քանի որ արհեստական բարձրությունն ունի բլրի վրա է շենքը, բոլոր 4 կողմից արհեստական բարձրության հաշվին ունի գեղեցիկ տեսարան, այսպես ասած։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, ինձ միշտ հաճելի է խոսելու մեր Ծաղկաձոր պարկի մասին։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Ցտեսություն։